Ամեն։ Սիրելիներս, սրտանց ողջունում եմ, ում որ չեմ հասցրել բարևեմ։ Տերը օրհնի Փառք Հիսուսին այսօրվա համար, այս շոկ օրվա համար։ Ամեն։ Վերջապես տաքացավ եղանակները Ժորժ ջան, չէ՞։ Եկեք գոհանանք Աստծուց։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ժորժ ջան, նորություն չեմ ասի, չէ՞, թե ասեմ Աստված մեզ իմաստություն է տալիս, Աստված մեզ գիտություն է տալիս, Աստված ցույց է տալիս ճանապարհներ, որ ոնց անենք, ոնց քայլենք, ինչ անենք, ինչպես վարվենք եւ այլ եւ այլ։ Ամեն։ Աստված տալիս է, չէ՞։ Բայց երևի նորություն էլ ասած չեմ լինի, որ եկել է մի պա բոլորիս կյանքում, որ ուղղակի sense կանգնել ենք, ինչ անենք։ Չգիտենք ինչ անենք, հա, sense էլ ալնում, Ժորժ ջան։ Բացառված չի, սիրելիներս, որովհետեւ գիտեք Այո, Աստված տալիս է իմաստությունը, Աստված տալիս է գիտությունը, բայց նաև պահերել է գալի, որ Աստված ուզում է մեր հավատքը ստուգի։ Որ Աստված ուզում է տեսնի, մենք հիմա ոնց ենք վարվում։ Ու հիմա խոսալու ենք այսօր սերներս մի հատ թեմայի շուրջ, որ ես լսել եմ եղբորից ու իմ կյանքում մեծ օրհնություն է դարել։ Տարիներ առաջ այս անելով, հետո այս խոսքը լսելով հաստատվել եմ, ուզում եմ ձեզել որ բոլորիս հետ կիսվեմ այս խոսքը, որ բոլորիս համար քաջալերություն ունի, հաստատություն ունի, որ ճիշտ չարժենք, ճիշտ վարվենք։ Վերնագիրը սիրելիներս էսա։ Ինչ անենք, եթե չգիտենք ինչ անենք։ Ինչպես վարվենք, եթե չգիտենք ինչպես վարվենք, հա։ Պարադոքս է հնչում, բայց սիրելիներս կա ճշմարտություն սրա մեջ։ Կա ճշմարտություն, որովհետև այո, բոլորիս կյանքում մեկի մոտ շատ, մեկի մոտ քիչ, բայց պատահում են պահեր, իրավիճակներ, որ չգիտենք ինչ անենք։ Գիտեք, Աստվածաշնչում օրինակներ շատ կան։ Շատ օրինակներ կան, որ մարդիկ կանգնել են մի հատ իրավիճակի փաստի առաջ, որ չգիտեին ինչ անեին։ Ու Աստվածաշունչը շատ մանրամասնորեն է խոսում սրա մասին, երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում այն խոսքերին, մի քիչ sense բացում ենք այն տողերի արանքն ենք սկսում կարդալ, այնքան մեծ հայտնություններ ու գաղտնիքներ է բացահայտվում, որ մարդիկ ոնց են վարվել, եթե չգիտեին, որ ոնց վարվեն։ Երկրորդ մնացորդած 20-ում մի հատ հետաքրքիր պատմություն կա։ Մի հատ sense Իսրայելում Հովսափատ թագավոր է ելել։ Ինքը լավ մարդ է ելել, Աստծո կամքով թագավոր է ելել։ Համարյա 25 տարի ղեկավարել է, կառավարել է, թագավորել է Իսրայելի վրա։ Վերջում մի քիչ անհամություն արել, բայց մինչև այդ լավ մարդ է ելել։ Ու Աստծո հետ է քայլել։ Ու Աստված իրան ուղղություն է տվել, Աստված իրան բաներ է ցույց տվել։ Ու այդ պատմություններից մեկում 20-րդ գլխում է գրված երկրորդ մնացորդածում։ Տեսեք, ասում է. Ով մեր Աստված Միթե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք։ Այս Հովսափատն աղոթում, Աստծուն աղոթում։ Դեմ կանգնելու այդ մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա։ Ասեմ կոնտեքստը սիրելիներս։ 3 ազգ հարձակվում էր Իսրայելի վրա, լուր է հասնում այս Հովսափատ թագավորին, որ գիտես գալիս են։ Այս Հովսափատ թագավորն էլ sense նայում է շուրջ իր բոլոր, ասում է մենք չենք կարենալու իրանց դեմ այդ 3 ազգի դեմ դիմակայենք, անհնար է։ Այդ 3 ազգերն էլ սերնել Մովաբներ, Ամոններ ու Մաոնացիները։ Այս 3 ազգերը հարձակվել էին, ուզում էին հարձակվեին Իսրայելի վրա ու լուրը հասնում է Հովսափատին։ Դե թագավոր ջան, թագավոր, դու ես որոշումը կայացնում։ Ինչ անես, որ գիտես, ժողովուրդը թույլ է, բազմությունը քիչ է, կոտրվելու լուր է գալիս։ Ինչ անես։ Հետո շարունակում է մեծ բազմությունը, որ եկել է մեզ վրա։ Մենք չգիտենք, թե ինչ անենք։ Այս մարդը բացահայտորեն ասում է, որ չգիտենք ինչ անենք։ Թե ինչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղված։ Հուդայի բոլոր բնակիչները կանգնած են Տիրոջ առաջ իրենց երեխաներով, իրենց կանանցով եւ որդիներով։ Ժորժ ջան, հավաքվել են բոլորը sense մեկտեղ ու բոլորը չգիտեն ինչ անենք։ Այն որ ասում է իմաստունների խորհուրդ է, sense հավաքվենք, տենանք ինչ ենք անում, այդ խորհրդով հավաքվել են, մենակ այդ խորհրդով ամբողջ ազգով, գերդաստաններով, կանանցով, երեխաներով հավաքվել են ու բոլորը եկան են եզրակացության, որ չգիտենք ինչ անենք։ Սիրելիներս, այսօր ուզում եմ 4 բանալի տամ, թե այս իրավիճակներում, որ չգիտենք ինչ անենք, ինչպես վարվենք։ Աստծո խոսքը սրան էլ ուղղություն տալիս։ Սրա համար էլ խոսք ունի, որ եթե չգիտես, էս արա։ 4 կետ, սիրելիներս, 4 կետի մասին պիտի խոսենք։ Առաջի կետը, որ չգիտենք ինչ անենք, եկել է հայտնվել է իրավիճակը, դժվարությունն է, փորձությունն է,
տանջանքա, ֆինանսական կրիզիսա, չգիտեմ ինչա, ամենը կարա պատահի սերներս, հարցակումա վերջի վերջո։ Առաջի բանը, որ մենք պիտի անենք, հավաքվելն է։ Հավաքվել։ Երբ հարցակման տակ ես, հավաքվիր։ 4-րդ խոսքը, Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին։ Չգիտեին ինչ անեն, բայց այս մի բանը գիտեին, որ չգիտենք ինչ անենք, եկեք հավաքվենք։ Սրա մեջ սխալ բան չկա։ Հուդայի երկրի մարդիկ հավաքվեցին Տիրոջից օգնություն խնդրելու։ Բայց սերներս ուղակի չհավաքվեցին։ Ինչ արեցին։ Հովսափատը կանգնեց Հուդայի եւ Երուսաղեմի հավաքված ժողովրդի մեջ, որտեղ Տիրոջ տանը նոր սրահի առաջ։ Այստեղ ասեներս գալիս են իրավիճակներ, չգիտես։ Իմաստությունը չի հերիքում, փորձառությունը չի հերիքում, միջոցները չեն հերիքում։ Չգիտես ինչ անես, առաջի բանը, որ պիտի անես, հավաքվելը չթողնես։ Հավաքվելը չթողնես սերներս։ Հիմա չգիտեմ ես։ Սրա մեջ ինչ խորը խորհուրդ կա։ Չգիտեմ քո համար սա ինչ էֆեկտ պիտի տա։ Ես կարամ իմ համար ասեմ, ես կարամ իմ կյանքից վկայեմ, ես կարամ իմ կյանքը վերանայեմ, որ այո Տերը եթե ասել է, որ եթե չգիտեմ ինչ անեմ, հավաքվելը մեկա ճիշտ է, դա փաստ է սերներս։ Դա փաստ է, որովհետև այդ հավաքվելու մեջ կա զորություն։ Այդ միաբանության մեջ կա մեծ ուժ, որ այո սատանայի բոլոր հարձակումների դեմ, բոլոր փորձությունների դեմ մենք կարողանում ենք կանգնել։ Գիտեք սերներս, եթե ձյան փաթիլներին նայենք սենց առանձին ինչ փափուկ են, սիրուն բուբուշ, անուշ բան, սենց թափում են, չէ, ընկնում են, չես էլ զգում։ Բայց հələ մի հատ սենց փաթաթեք միաբանեք այդ փաթիլները, մի քիչ էլ են որ թացալնում, է։ Մի անգամ այտենց գլխիս եկավ, ես չէի հիշում ով էի, ոնց էի, ինչ էի, այտենց զորություն կարա հավաքի սերներս այդ ձյան փաթիլները, որ միաբան են, որ սեղմվում են, որ մեկտեղ են, կպած են իրար, այտենց որ անեն, մեծ զորություն է, մեր մեջ էլ է սերներս այսպես գործում։ Գիտեք, սա ունիվերսալ օրենք է, Աստված որ կարգել է այս ամբողջ տիեզերքի մեջ, որ միաբանության մեջ կա զորություն։ Հիմա այդ ձյան փաթիլն է, թե մենք ենք։ Սենց է սերներս, պրինցիպը այսպես է գործում։ Ես կարամ դրան վստահեմ, կարամ չվստահեմ, այդ իմ գործն է, բայց գործում է։ Որովհետև որտեղ 2 կամ 3 հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Էսի չի ասում ինչ որ մեկը, ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը սերներս։ Ու եթե Աստված ասել է, եթե ես նրանց մեջ եմ, որ Հիսուսը մեր հետ է, ով կարա մեր դեմ լինի սերներս։ Պարզ է, չէ՞։ Ով կարա մեզ հակառակ լինի, եթե Աստված մեր հետ է, ու Հիսուսն ասել է, գիտես, ես այնտեղ եմ, որտեղ 2-3-ը իմ անունով հավաքվում են։ Ու որտեղ 2-3-ը իր անունով հավաքվում են սերներս, այնտեղ նրա եկեղեցին է։ Ամեն։ Եթե չգիտես ինչ անես, հավաքվի։ Հավաքվի։ Հիսուսի անվան տակ սերներս, հավաքվենք, որովհետև կա ճշմարտություն եւ կա զորություն սրա մեջ։ Եբրայեցիների 10-ում սերներս շատ հայտնի խոսքը եւ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք։ Մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է։ Ասում է մարդիկ կան, որ այո, ուշադրություն չեն դարձնում սրա վրա։ Զանց են առնում մեկտեղ հավաքվելը, կարևոր չի այդքան։ Սենց էլ կարանք եթանք։ Յոլա։ Էս սենց էլ է մեր կյանքում գործում։ Ինտերնետը կա, քարոզները կան, փառաբանությունը կա, ինչի՞ս է պետք է թամ եկեղեցի, չէ՞։ Ինչի՞ս է պետք միաբանվելը, բայց սերներս Աստված հենց այնպես չի ասում, զգուշացնում, որ մեկտեղ հավաքվելը զանց մեկանի, ինչպես ոմանց սովորությունն է։ Այլ միմյանց քաջալերեք, հորդորեք, Ժորջան, միմյանց պիտի քաջալերենք, հորդորենք։ Մարմինա գալիս է, պահա, ասում է, այս շոքին էթամ նստեմ։ Քունս էլ է տանում, որ նստում եմ այս շոքին, բայց մեկտեղ հավաքվելը ես չեմ թողնում։ Ամեն։ Այլ միմյանց քաջալերենք եւ այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտեցել է, որ օրը, Տիրոջ օրը, Տիրոջ գալուստի օրը։ Ամեն։ Սերներս Տիրոջ գալուստի օրը մոտ է, այնքան ավել մենք պիտի հիմա քաջալերենք, որ այդ մեկտեղ հավաքվելը չթողենք, որովհետեւ ինչի։ Հիսուսը որտեղ է, որտեղ 2-3 իր անվան տակ համանում։ Ամեն։ Կարելի է ենթադրել, որ Աստված ասում է, գիտես, եթե 2-3 հավաքվում, ես այնտեղ եմ, որ եթե իր անվան տակ չենք հավաքվում, ինքը այնտեղ չի։
Կարելի է ենթադրել։ Սերներս, Աստված ամեն ժամ, ամեն ուր այնտեղ է։ Բայց այս խորհուրդը, որ ասում է, որտեղ 2-3 հավաքվեն, ես այնտեղ եմ, նրանց մեջ եմ, այսինքն ես նրանց կտամ իմաստություն, ես նրանց կտամ գիտություն, ես նրանց կտամ ուղղություն, ես նրանց ցույց կտամ ոնց անեն, ես ամեն ինչը կանեմ, ես կպատերազմեմ։ Ես կպատերազմեմ, սերներս, սա տարբերվում է Աստծո ամենտեղ, ամեն ժամ գտնվելը։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, հետազոտությունները պարզել են, որ միայնությունը, մենակ լինելը, մենակ մնալը, սոցիալական հարաբերություններից ընդհանրապես կդրվելը ու հատկապես, չգիտեմ, վերջերս ես եմ նկատում, որ այնքան ավելի շատ ենք այդ սոցիալական ցանցերում մեր ներկայությունը ապահովում, այնքան ավելի միայնակ ենք դառնում։ Այնքան ավելի շատ ենք դրա մեջ մտնում, այնքան ավելի շատ ենք մեկուսանում։ Ժողովուրդ ջան, էսի աննորմալ իրավիճակ է։ Անունը դնում ենք սոցիալական ցանց, 5000 ընկեր ունենք, բայց ոչ մեկի հետ հարաբերություն չունենք։ Իմ գեներացիան ինձանից փոքր սերներս ամենաշատ ընկերներն ունի։ Հələ մտեք Facebook, Instagram, տարբեր տեղեր, տեսեք ինչքան ընկերներ ու ֆոլովերներ ունեն։ Բայց ամենաշատ դեպրեսիայով տառապող գեներացիան է։ Ամենաշատ տանջվող գեներացիան է։ Չգիտես խի, դե գիտես խի, սատանեն այլ իր գործն անում։ Բայց սերներս, այստեղ մի բան կա, մի գաղտնիք կա, որ Աստված մեզ ուզում է ասի, որ այդ մեկտեղ հավաքվելու մեջ նաև էսել է գործում։ Այս կարևորությունը ու հետազոտությունները պարզել են, որ միայնությունը նույնքան վնասակար է, որքան օրական 15 ծխախոտ ծխելը։ Սա բացահայտ, մտեք ինտերնետ գրեք լա։ Պարզ հետազոտություններ են սրանք, բաց հետազոտություններ են, տարիներ առաջ արվել է։ Սրանք են պարզե։ Երկրորդը, որ պարզել են, միայնությունը նույնքան վնասակար է, որքան ալկոհոլի չարաշահումը։ Այդ մարդ մեկուսացված միայնակ զգալը, որ ես էլ մենակ եմ, այս ազդեցությունն է ունենում իր վրա, վնասակար։ Միայնությունը 2 անգամ ավելի վնասակար է, քան ճարպակալումը։ Սա էլ է հետազոտություն։ Սերներս, այսինքն մի բան է պարզվում, որ գիտությունը փաստորեն 6000 տարի շարունակ հետո սկսել է պարզել, որ միայնությունը լավ բան չի, բայց մեր Աստված Ծննդոց գրքում արդեն ասել է, որ եւ Աստված ասեց. լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Փաստորեն այսքան տարի տանջվինք, որ եկանք այն գիտությանը, որ Աստված մեզ արդեն են ամենասկզբի խոսքում ասել է։ Եվ մեր Տեր Աստված ասեց. լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Լավ չի։ Էսի պիտի բոլորիս պարզ լինի, սերներս, միգուցե դու այդ պահին էդի չես զգում քո զգայարանները, դա չեն քեզ թելադրում, որ լավ է, որ ես գալիս եմ, հավաքվում եմ, սիրելիս, բայց քո համար լավ է։ Քո Աստված ասել է, քո համար լավ է։ Լավ է։ Հալելույա։ Սան պետք է հավատալ ու շարժվել սրանով, սերներս։ Սա առաջի կետը, եթե չգիտես ինչ անես, ես իմացի, մեկտեղ հավաքվելը մի թող։ Ամեն։ Երկրորդը, աղոթքը պիտի լինի մեր առաջին արձագանքը, այլ ոչ թե վերջին միջոցը։ Չգիտենք ինչ անենք, իրավիճակը անհայտ է, ամեն ինչ փորձում ենք, ամեն ինչ անում ենք, սրան զանգում ենք, նրան զանգում ենք, այս միջոցը փորձում ենք, ոչ մի բան չի ստացվում, կարելի է մի հատ աղոթել, այս ենք անում։ Բայց մոռանում ենք, սերներս, հակառակ պիտի լինի, քո առաջին արձագանքը պիտի լինի մի հատ աղոթեմ։ Մի հատ տեսնեմ իմ Տերը ինչ է ասում։ Տերը օրհնի։ Եվ սերներս, այս աղոթքին կա ձև։ Կան կետեր, կան բաներ, որ ուշադրություն պիտի դարձնենք այդ աղոթքը անելուց, որոշ բաների վրա շեշտը դնենք։ Որոնք են այդ բաները, սերներս, առաջինը։ Փառք տուր Աստծուն այդ աղոթքիդ մեջ, որ սկսում ես, նրա էության եւ զորության համար։ Փառք տուր Աստծուն, տենց սկսի, երկրպագելով նրան մեծարելով, տենց մտի աղոթքի մեջ։ Միանգամից եկեք չբերենք մեր աղոթքի ցանկը դնենք առաջ, այլ եկեք մի հատ մեր սիրտը խոնարհեցնենք այդ բարձրալի առաջ, որ հիմա մոտենում ենք նրա գահին։ Ամեն։ Ինչ է ասում։ Հովսափատը ասաց. ով մեր հայրերի Տեր Աստված,
Դու չես այն Աստվածը, որ բնակվում է երկնքում եւ տիրում է ազգերի բոլոր թագավորությունների վրա։ Քո ձեռքում են զորությունն ու ուժը, եւ ոչ ոք չի կարող քո դեմ կանգնել։ Չէ՞ որ դու, ով Տեր Աստված, քշեցիր այս երկրի բնակիչներին Իսրայելի քո ժողովրդի արչեվից եւ երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի սերունդին։ Օրինակ կարանք վերցնենք սերներս Հովսապատից, որ գալիս է Աստծո առաջ հանգնում, չգիտի ինչ անի, բայց գիտի ոնց արձագանքի։ Աստծուն աղոթքով, նրան մեծարելով, նրան ասելով, որ նա մեծ է, որ նա զորավոր է, սերներս Աստված գիտի, որ ինքը մեծ է։ Աստված գիտի, որ ինքը զորավոր է։ Ինքը մեր ասածին չի նայելու, որ մենք փաստորեն զորավոր եմ, չէ, սերներս, սա ուրիշ բան կա։ Սա մեր սրտի դիրքն է ցույց տալիս, որ մենք ինչքան ենք խոնարհեցնում մեզ մեր այդ Աստծո առաջ։ Ամեն։ Ինչքան ենք մենք մեր սիրտը դնում նրա ոտքերի առաջ։ Ինչքան ենք մենք ասում, որ Տեր, այո, ես փոքր եմ, դու մեծ ես։ Ամեն։ Երկրորդ բանը մեր աղոթքի մեջ սերներս, որ պիտի շեշտենք։ Շնորհակալություն ասուն նրա օրհնությունների համար։ Եթե չկա ինչ-որ մի բան, որ կարաս գոհանաս, մենակ այդ պահին, որ դու աղոթում ես ու շնչում ես, բավական է, որ Աստծուց գոհություն հայտնես։ Ամեն։ Մենակ ես սերներս։ Մենակ ես։ Ով ասեց բացման խոսքի սկզբում, որ այս օրը selbstverständlich չի։ Հայերեն բառ կա դրան вообще։ Չէ, պատահականը ուրիշ բան է։ Selbstverständlich, այսինքն այդպես պիտի լիներ, էլի, այս միտքը չի։ Ինքնաբերաբար չի։ Ինքնաբերաբար չի, ամեն։ Որ այսօրը կա, այսօրը մենք զարթնել ենք, այսօրը մեր հավաքվել ենք։ Աստծո փառքն է, Աստծո մեծությունն է, Աստծո ողորմությունն է, ամեն։ Սա գիտակցում ենք ու նրան շնորհակալություն ենք հայտնում։ Եվ նրանք բնակվեցին այստեղ եւ այստեղ քո անվան սրբարան շինեցին եւ ասացին. Եթե մեզ վրա գան չարիք սուր պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ քո դիմաց, որովհետեւ քո անունն այս տան վրա է եւ մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ։ Եվ այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ։ Ինչ է լինի, մենք մեկը պիտի գանք քո առաջ։ Ինչ էր պատահի, մենք պիտի քեզանից խնդրենք։ Ամեն։ Երրորդը ասել այն, ինչ կա քո սրտում։ Ջորջ ջան, եկեք սենց մի բան մեր մեջ ունենանք, հա։ Ինչքան Աստծո հետ ենք անկեղծ, ասում ենք ինչ մեր սրտում կա, ինչքան քիչ ենք ուրիշ մարդկանց մոտ տանում։ Նորից կրկնեմ, ինչքան Աստծո առաջ ենք մենք անկեղծանում, մեր թերություններով, մեր տկարություններով, մեր չկարողություններով, մեր ամեն ինչով, ոնց որ կանք, իրավիճակը ասում է նեղված ես, ասա Աստծուն, որ նեղված ես։ Ուժեղ մի ձևացի այդ Աստծո առաջ, ու Աստված քեզանից լավ է ճանաչում։ Ամեն։ Գանք Աստծո առաջ այտենց, եւ ավելի քիչ կգնանք մարդկանց առաջ այտենց։ Ահա հիմա ամոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու համար չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին եւ նրանցից եւ չբնաջնջեցին նրանց, բայց ահա նրանք հատուցում են մեզ վրա հարձակվելով, որպեսզի մեզ դուրս անեն քո ժառանգությունից, որ մեզ տվեցիր որպես ժառանգություն։ Այս մարդը եկել Աստծո առաջ ասում է, «Իլտես ինչ են անում մեր հետ»։ Դավիթը գիտեք իր սաղմոսների մեջ ինչքան շատ է սրա մասին ասում, իր սիրտը բացում Աստծո առաջ, մի ամբողջ գիրք կա սերներս, որ Աստծո առաջ բողոքում է այս Երեմիան։ Որ իր սիրտը բացում է այդ Աստծո առաջ, Տեր ջան, էս կա սրտումս, էս եմ, իրավիճակս էս է։ Լավ չեմ զգում ինչ, նեղված եմ, այս մարդը ինձ սենց բան ասեց, այս մարդը ինձ բան արեց, եւ այլ Աստծո առաջ դատարկիր։ Աստծո առաջ բեր այդ ամեն ինչը։ Աստծո հետ անկեղծերիր։ Մենք այդ Աստված գիտի։ Ու վերջում սերներս, այս բողոքի, այս մուննաթի մեջ չենք մնում։ Ասում ենք Տիրոջի ինչ կա մեր սրտում, դատարկվում ենք, ամեն, ու շարունակում ենք։ Շարունակում ենք ոնց։ Աստծուց օգնություն խնդրելով։ Սա շատ կարևոր է սերներս, որ այդ իրավիճակի մեջ չենք դոփում, չենք մնում։ Ասում ենք Տեր, սենց է, բայց քեզանից օգնություն եմ սպասում։ Ես գիտեմ, որ դու օգնես, որ քո ձեռքը մեկնես, ամեն ինչ կուղղվի։
Ով մեր Տեր Աստված, միթե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա։ Մենք չգիտենք, թե ինչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ վրա են ուղղված։ Քեզանից ենք սպասում։ Դու պիտի անես, Տեր ջան։ Մենք չգիտենք ինչ անենք։ Հալելույա։ Ցեներս Ֆիլիպեցիներին Պողոսը ասենց խոսք է ուղում, ոչինչի համար մի մտահոգվեք։ Գիտեք ոչինչի մեջ ինչն է մտնում։ Չէ, ոչինչը։ Ոչինչի մեջ ոչինչն է մտնում։ Այսինքն ոչ մի բանի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է։ Ինչ է նշանակում։ Ամեն մտքից վեր խաղաղություն սեներս։ Եղել է մի բան, որ ինչ-որ անհանգստություն է եղել քո մեջ, վախ է եղել քո մեջ, դու չես հասկացխի։ Այսինքն քո մտքից վեր էր։ Այսինքն ոնց վախը կարա տենց մտքից վեր լինի, չհասկանաս էլ խիա գալի։ Վախը կարա տենց լինի, բայց Աստծո խաղաղությունը չի կարա տենց լինի, որ չհասկանաս, ես խի եմ սենց խաղաղ։ Ես խի է սենց խաղաղությունը Աստծոյի չէ։ Ես խի եմ սենց վստահ, որ ամեն ինչը լավ է։ Այո, սերներս Աստծո խաղաղությունն է, որ գալիս է, որ մենք էլ չենք հասկանում, ախար իրավիճակը ուրիշ բան է թելադրում, բայց դու քո խաղաղությունը ունես Աստծուց։ Որովհետև աղոթքով եկել ես, գոհությունով հայտնի ես արել ամեն ինչը։ Ու Աստված այդ խաղաղությունը տվել է, տղա ջան, աղջիկ ջան, չմտածես հետդ եմ։ Ամեն։ Առաջինը, ինչ ենք անում, եթե չգիտենք ինչ անենք։ Հավաքվում ենք։ Ժորժ ջան, ֆզամեն։ Երկրորդը, որ չգիտենք ինչ ենք անել, ինչ պիտի անենք, աղոթում ենք։ Աստծո առաջ ենք գալի։ Բայց երրորդը ինչ ենք անում, սեներս։ Իմանում ենք եւ վստահ ենք լինում, որ Աստված խոստում է տալիս նախքան իր խոստումը կատարել է։ Աստված խոսքն է ուղարկում եւ այդ խոսքը իր անելիքը պիտի անի։ Բայց մինչև անելը ժամանակ կար անցնի սերներս։ Աստված խոսքը չի տալիս հաջորդ վարքյան ամեն բան տենց է լինում։ Չէ։ Շատ ժամանակ կարա նաեւ այնպես լինի, որ Աստված խոստմունքը տա, անցնեն տարիներ, նույնիսկ դու մոռանաս դրա մասին, բայց Աստված իր հավատարմությունը դրանով չի կոտրելու, ինքը մեկը անելու է։ Այն ժամանակ հավաքված ժողովրդի մեջ Տիրոջ հոգին իջավ։ Այնտեղ թվարկում է, գերդաստանա թվարկում, Հազելի վրա։ Մարգարեներ, Տիրոջ մարգարեներ, Տիրոջ հոգին իջավ, որ Աստված հիմա ժողովրդին բան պիտի ասի։ Եվ նա ասաց. լսեցեք Հուդայի բոլոր մարդիկ, սե Աստվածախոսում իր մարգարեի բերանով։ Երուսաղեմի բնակիչներ եւ ով Հովսափատ թագավոր, դու էլ ես թագավոր, քեզ ավերաբերում ես խոսքը։ Տերը ձեզ այսպես է ասում. մի վախեցեք եւ մի զարուրեք այս մեծ բազմությունից, որովհետեւ պատերազմը ձերը չէ, այլ Աստծուն է։ Սելիս, այս նույն խոստումը Աստված քեզ էլ է տվել։ Աստված քեզ էլ է տալիս, այս նույն խոստմունքը։ Չվախենաս, ես քեզ հետ եմ։ Ծոերի մեջով էլ անցնես, կրակների մեջով էլ անցնես, մեկը Աստված մեր հետ է։ Ամեն։ Աստված մեզ որ չի թողում։ Խոստմունքը ասել է Աստված, իրանց էլ է ասում։ Ասում է, որ ես ձեր հետ եմ, չվախենաք։ Հա, թագավոր ջան, թագավոր իրավիճակը հələ դուք լեփած պատկերացրեք, Ժորժ ջան։ Լսել են, լուրը հասել է, մենակ թագավորին չի ասել, ամբողջ ժողովուրդը գիտի, որ հեսա գալիս են մեզ կոտորեն։ Հələ դու միակ իրավիճակը պատկերացրեք, այս Հովսափատ թագավորի, թե ինքը ինչ իրավիճակում է։ Մարդիկ իրանից են սպասում, ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք։ Ու ինչ են ստանում, ուղղակի Աստծուց խոսք։ Չվախենաս, ես քո հետ եմ։ Չվախենաս, ես քո հետ եմ։ Հա, հալելույա։ Բայց Տեր ջան, ես ասի եմ մի հատ բանակ ես ուղարկում, հեսա հրեշտակները սենց իջնում են, սենց երևում են, ասում են հələ տեսեք, հələ քանի հրեշտակ է մեր հետևում կանգնած, իրանք են կռվելու։ Կարար չէ տենց աներ Աստված։ Բայց տենց չարեց։ Ինքը ասեց, չվախենաք։ Ես ձեր հետ եմ։ Գիտեք, Աստծո գործելակերպը սիրելիներս մեր ուղեղից վեր է, հա։
Ես միած sense խոսք ունեմ, որ եթե ես հասկանայի Աստծո ամեն գործը, այդ Աստված շատ փոքր կլիներ, որ իմ Աստվածը լիներ։ Ամեն։ Իմ Աստված իմ ուղեղից վեր է, քո ուղեղից վեր է, բոլորիս ուղեղից վեր է։ Ամեն։ Սա գիտակցենք, սա հասկանանք, բայց այդ Աստված ինձ ասելա մի վախեցի։ Ուրեմն եթե այդ Աստված ինձ ասելա մի վախեցի, ես վստահում եմ իր խոսքին։ Ես վստահում եմ, գիտեք, իմ փոքր տղեն Դավիթը ամեն բան չի հասկանում։ Ինքը չի հասկանում ես իրան խիեմ արկելուն, որ շատ կոմպյուտեր չխաղա, շատ տելևիզոր չնայի, շատ շոկոլադ չուտի, շատ մարոժնի չուտի, չի հասկանում, ես գիտի վատություն եմ անում։ Իրա մտքով ինքը մտածում է, որ իմ պապան իմ լավը չի ուզում։ Չէ՞։ Բա մենք էլ ենք շատ ժամանակ sense ժողովուրդ։ Իրավիճակը պատահում է մեր կյանքում, մեր Աստված մեզ մի բան է ասում, կամ ինչ իրավիճակի մեջ ենք հայտնվում, բողոքում ենք Աստծուց, որ չես հասկանում, մեր վատն ես ուզում, այդ էր Աստված։ Սիրելիներս, մեր գործը վստահելն է։ Մեր գործը հավատալն է։ Մեր գործը Աստծո խոսքով ապրելն է։ Հələ մենք էս անենք, հələ տեսեք Աստված իր բաժինը ոնց է անում։ Հələ տեսեք Աստված այդ պատերազմը ոնց է ինքը կռվում։ Ամեն։ Մի վախեցեք եւ մի զարուրեք այս մեծ բազմությունից։ Մի վախեցի այդ վինասական իրավիճակից, մի վախեցի այդ հիվանդությունից, մի վախեցի այդ հարցակումից, մի վախեցի։ Չվախենաս, հենց վախեցար, Սատանեն առաջի գործը կատարեց արդեն։ Եթե մեկը կա սիրելիներս ումից պիտի վախենանք, դա մեր Տեր Աստվածն է, ուրիշ ոչ մի բանից։ Ամեն։ Որովհետև պատերազմը ձերը չէ։ Ահա։ Պատերազմը մերը չի, սիրելիներս։ Ես չեմ Սատանայի դեմ պատերազմելու։ Ես իմ զորությունով ախար ով եմ։ Ես իմ ուժով, միտքով, իմ փորձառությունով ախար ով եմ, այն մեկի դեմ, որ համարվում էր ամենագեղեցիկը, ամենամեծը, ամենաիմաստունը, որ երևի միլիոնավոր տարիների փորձ ունի։ Ես ով եմ, որ իր դեմ կանգնեմ իմով։ Չէ, ես չեմ պատերազմողը, այն հոգին, որ բնակվում է իմ մեջ, այն Աստված, ինքն է պատերազմելու, ինքն է կռվելու, ինքն է անելու։ Ես վստահում եմ իրան։ Ամեն։ Վաղ գնացեք նրանց դեմ։ Դուք այս անգամ չեք պատերազմելու։ Դուք մնացեք ձեր տեղում, սպասեք եւ կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ համար։ Օֆուդա եւ Երուսաղեմ, մի վախեցեք, մի զարհուրեք, վաղը դուրս եկեք նրանց դիմաց եւ Տերը ձեզ հետ կլինի։ Խոստմունք։ Աստված խոստում է տալի նախքան կատարելը սիրելիներս։ Մենք այդ խոստումը պետք է հավատքով վերցնենք ու դրան համապատասխան շարժենք։ Չորրորդ կետը եւ վերջին կետը սիրելիներս, եթե չգիտես ինչ անես, առաջինը հավաքվում ես, հասկանաս թե չհասկանաս, քեզ հավաքվում ես, եթե չգիտես ինչ անես։ Կարևոր բանը։ Երկրորդը ո՞րն էր։ Աղոթում ենք, բայց ո՞նց։ Որոշ բաներ կա սիրելիներս, այո, որոշ ձևեր կա, ներբություններ կա, դրա վրա ուշադրություն ենք դարձնում։ Ամեն, հասկանալով, որ մենք հիմա ում հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք մեր բարձր թագավորի հետ։ Ու դրա համար մենք պիտի համապատասխան ձևով մոտենանք այդ թագավորին։ Ամեն։ Երրորդ կետը սիրելիներս, հասկանանք ու գիտակցենք, որ նախքան Աստված ինչ-որ մի բան կատարելը խոստմունքն է տալիս։ Խոսքն է տալիս։ Ամեն։ Եվ վերջին կետը սիրելիներս, հրաշքը Աստծո գործն է, քայլելը մերը։ Հրաշքը թողենք Աստծուն։ Բայց այն բանը, որ մենք պիտի անենք, մենք անենք։ Ջուրը գինի դարձնելը թողենք Աստծուն։ Բայց այդ ջուրը կուժերի մեջ լցնելը մենք անենք։ Հա? Առավոտյան կանուխ վեր կացան եւ գնացին։ Աստված ասել էր վեր կգնաք։ Հա Աստված ջան, եթե դու ես պատերազմողը, եթե չպետք է վախենանք, լավ էր վեր կենալներս առավոտ շուտենել։ Այդ հալները ո՞րն է, իմաստը ո՞րն է դրա մեջ։ Եթե դու ես պատերազմում, մենա ջախջախի պրծի մենք էլ մեր տեղերից չվեկենանք։ Սենց չի գործում, սիրելիներս։ Սենց չի, Աստված իրանն ունի, մենք էլ մերը։ Այն մեծ, այն ամենաանհնարինը, այն անկարողը, որ մեր ուղեղից վեր է, թողենք Աստծուն։ Բայց այն փոքրը, որ Աստված մեզանից սպասում է, մենք անենք։
Եթե Աստված ասել էր առավոտ կանուխ, այսինքն առավոտ շուտ կվեկենակ, գնաք, ինչքան էլ չհասկանամ, լավ խի։ Ինչի անչիմար։ Բայց կարևոր չի սիրելիներս, որ մենք հասկանանք։ Ասեցի դա սիրելիներս, շատ ժամանակ չենք հասկանալու։ Մենք կարանք հնազանդվենք, հնազանդությունով գործենք Աստծո խոսքին համաձայն։ Ամեն։ Եթե Աստված ասել է, ների։ Չեմ հասկանում, բայց չի հասկանաս։ Հիշում եք, որ խոսքը ասեցի, որ Աստված ասեց լավ չի, որ մարդը մենակ լինի։ Ինքը բացատրություն չտվեց խի լավ չի։ Այդ մեր գործը չի։ Թե կարանք փորձենք, փորձաբանենք, հասկանանք, հի սենց ասեց։ Հա լավ է, էլի կհասկանանք։ Հետազոտությունները ցույց են տվել, խի լավ չի։ Բայց այդ Աստված ասել է լավ չի, որ մենակ ես։ Հիմա կարամ այդ ընդունեմ ու մենակ չլնեմ։ Ամեն։ Կարամ ասեմ, չէ, չեմ հասկանում, մինչև չհասկանամ, մինչև չտեսնեմ, մինչև մատս չմտցնեմ այն վերքերը, չեմ հավատա։ Կարանք այտենց է լինենք, բայց ես մեզ օգուտ չի բերի սիրելիներս։ Սա մեզ օգուտ չի բերի։ Հրաշքը Աստծո գործն է, քայլելը մերը։ Նրանց գնալու ժամանակ Հովսափատը կանգնեց եւ ասեց. Ինձ լսեցեք, ով Հուդայի եւ Երուսաղեմի բնակիչներ, հավատացեք ձեր Տեր Աստծուն եւ հաստատ կմնաք։ Հավատացեք նրա մարգարեներին եւ հաջողություն կունենաք։ Օրինակ լավ կլներ սենց առաջնորդ ունենայինք, է։ Երկրի ղեկավար ունենայինք, որ ասեր հավատացեք այդ Աստծուն։ Հավատացեք այդ Տիրոջ ասած խոսքին եւ հաստատ կմնաք եւ հաջողություն կունենաք։ Սեներս բեկացել են քայլում էին։ Երևի թե մարդիկ վնուշկեքի մեջ են։ Ուր են կեթում։ Ես ուր են կեթում։ Առաջնորդի գործն էլ այն էր, որ ասի ժողովուրդ չմտածեք, հավատացեք եւ հաջողություն կունենաք։ Հավատացեք այդ խոսքին, էլի։ Հավատացեք այդ, որ Աստված ասել է։ Եթե Աստված ասել է, ուրեմն տենց էլ կլինի։ Տերն ասաց Աբրահամին. գնա քո երկրից։ Ախ ինչի մար։ Խիեթամ։ Ուրեթամ։ Քո ազգականներից եւ քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ, հələ ցույց էլ չի տվե։ Բայց ասում է գնա։ Եվ քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ եւ օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը եւ դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն։ Ժորդ, այս խոստումը կկատարվեր, եթե Աբրահամը չհնազանդվեր։ Չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ ոչ։ Ես չեմ մտածում, որ Աստված իր խոստմունքը, որովհետև ամեն խոստմունք սիրելիներս ունի պայման։ Փրկությունը թե հավատաս, բերանով դավանես։ Սա էլ ունի պայման, սիրելիներս։ Օրհնություններն էլ ունեն պայման։ Պայմանները կատարի։ Ու սպասի այդ օրհնությանը հավատքով։ Ամեն։ Գնա քո երկրից, քո ազգականներից ու քո հոր տնից, եկած գնա։ Էսա Աբրահամը ես լսեց։ Ու Եբրայեցիների 11-ում ավելի է պարզաբանում, ոնց արեց Աբրահամը։ Հավատով Աբրահամը հնազանդվեց, Եբրայեցիների 11:8-ում ասա գրված։ Հավատով Աբրահամը հնազանդվեց եւ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Նա ելավ գնաց, առանց իմանալու, թե ուր է գնում։ Նախքան օրհնությունը խոստմունք կա, այդ խոստմունքի հետևում պայման կա։ Այդ պայմանը կատարեց Աբրահամը, վստահեց Աստծուն ու շատ ուրիշ բաների մեջ էլ վստահեց Աստծուն, ծննդոց կարդացեք, մանրամասները տեսեք ու ժառանգություններ ստացավ սիրելիներս։ Աստված կատարեց իր խոսքը։ Չգիտեր ուր էր եթում, չգիտեր ինչ էր սպասվում, բայց Աստված ասել էր, վերկաց գնա։ Հրաշքը թողեց Աստծուն, վեր կենալն ու գնալը ինքը արեց։ Ամեն։ Սա մեկ-մեկ սերներս են կոմֆորտ զոնայից դուրս գալու բանն է, էլի։ Որ փափուկը, անուշա, լավն է տեղը,
Չեմ ուզում էսի դուրս գամ։ Մենք որպես մարդ այս սովորությունը ունենք, այս նստակյաց կյանքի, որ լավ է, էլի։ Պետք չի բան փոխել, սենց էլ մնա լավ է։ Այս խոսքը շատ եմ լսել ու շատ ենք ասում։ Սենց էլ մնա լավ է։ Բայց Աստված կարող է ավելի լավն է ուզում։ Դու չես ուզում։ Եթե չես ուզում, Տերը օրհնի, քո գործն է։ Ով է իմ հետ ուզում, որ ավելի լավ լինի։ Եկեք հավատանք դրան։ Ամեն։ Հալելույա։ Եվ վերջում էր սիրելիներս։ Ինչ արեցին։ Աստված ասել էր կվերկենակ գնաք, ուղղակի չգնացին, Ինչ արին։ Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ, Հովսափաթը։ Ըստ Ջորջ ջան, ոնց կարելի է այդալ։ Ինչ անենք։ Տիրոջ համար երկիշներ եւ սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց։ Սելի փառաբանության խումբ, հալելույա։ Դուք եք այդ առաջի գիծը ու ամեն իրավիճակում, եթե չգիտես ինչ անես, ես մի բան իմացի, Աստծուն կարաս փառաբանես։ Չես հասկանում խի, ոչինչ։ Ոչինչ, պետք չի հասկանանք։ Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ Տիրոջ համար երկիշներ եւ սուրբ փառքը օրհնաբանողներ կարգեց, որոնք ընթանալով սպառազինյալների արչեվից, զորքի արչեվից երկիշներ։ Աբսուրդ է, չեմ հասկանում Տեր։ Ոչինչ պետք չի հասկանաս։ Սենց է պետք։ Ասում են, գոհացեք Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։ Փառաբանում էին Աստծուն, երկրպագում էին Աստծուն, չգիտեին ինչ անեն, բայց էս արին։ Էս այն ուսիներս պատմությունը դա ցույց է տալիս, որ Աստված հրեշտակ չուղարկեց, մի ուրիշ պատմության մեջ այդ հրեշտակն է ջախջախում։ Մի հրեշտակ, մի ուրիշների մեջ մի sense աչքերն է բացվում օկնականի, ասում հələ բացա թող տեսնի, որ հավատա, որ լտես ինչ մեծ զորք կա մեր հետևում կանգնած, բայց ստեղ ընդհանրապես բան չերևաց է ժողովրդին։ Ասում են նրանք քայլում էին, ու Աստված իր գործը արեց, ինչ արեց։ Խառնաշփոթություն մցրեց, այդ 3 ազգերը սկսին իրար կոտորել։ Ասում են մեկը չմնաց։ Իրանք էլ քայլելով դե ասել էր գնաք։ Քայլում են, փառաբանում են, եկան տեսան, ես սաղ պարկել են։ Արդեն գործը արված էր սիրելիներս։ Արդեն պատերազմը պատերազմացել, արդեն ամեն ինչը պատրաստ էր։ Իրանք հնազանդվին, արեցին, Աստվածն իր գործն արեց։ Ամեն։ Սիրելիներս, մեր կյանքում սա կարևոր բան է, որ եթե չգիտենք, ասեն դες քաջալերում եմ, Աստծուց խնդրեք իմաստություն, Աստծուց խնդրեք օրհնություն, ծրագրեք ձեր կյանքի համար, պլանավորեք։ Սա կարևոր է, սա հորդորում եմ, որ այսպես վարվենք սիրելիներս, բայց եթե իրավիճակը գալիս է, որ չգիտես էլ ինչ անես, նեղված ես, ճնշված ես, դժվար է իրավիճակը, անհնարին է թվում, չգիտես ոնց, 4 կետը սրտումդ վերցրա, առաջինը հավաքվում ենք, երկրորդը աղոթում ենք, երրորդը հասկանում ենք, որ Աստված խոստմունք է տալի, հետո գործում է, չորրորդը հրաշքը Աստծունն է, քայլելը մերն է, նստած չենք մնում սիրելիներս։ Ամեն։ Եվ այսպես վարվելով, սիրելի եկեղեցի, այո, այն չիմացած իրավիճակների մեջ էլ Աստված փառավորվում է, Աստված մեզ նոր բաներ է սովորացնում, Աստված մեզ օրհնում է, բարձրացնում է, մենք էլ հալելույա։ Հալելույա։ Ամեն։ Սիրելիներս, քանի որ շատ շոկ է, եկեք էլ ավել բան չասենք։ Որպեսզի այսքանով էլ ավարտենք։ Տերը օրհնի բոլորին։ Հալելույա։